Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության սիրո մեջ պահի, որ նորից առիթ ունենք հանդիպելու, միասին խորհելու, մտածելու։ Այսօր շարունակում ենք երկրորդ գլուխը Հռոմեացին ուղղված նամակի պիտի ավարտենք եւ երրորդ գլխի առաջին 8 համարները նաեւ մեկտեղ պիտի սերտենք։ Մենք անցյալ անգամ խոսեցինք հрьяաների մասին, ինչպես Պողոս Սարաքյալը խոսեց, նրանց բաց թողումների, սխալների, որ այս մեղքերի պատճառով նաեւ Աստծո անունն է հայոյվում։ Այսօր պիտի խոսենք թլպատության մասին, թե ինչպես մարդը կարող է այսօրվա մեր լեզվով ասած քրիստոնյա լինել, մկրտված լինել, բայց քրիստոնյան արժանունի եւ այլ կյանք չունենա եւ հակառակը սա պատճառ դառնա, որ նրանք ովքեր մկրտված չեն, բայց ավելի պարկեշտ են ապրում, սա հանդիմանություն է մկրտված մարդու համար։ Եվ նաև պիտի տեսնենք այն մտանությունը, որ դեռ Պողոս Արաքյանի ժամանակ կար, որ եկեք ավելի շատ մեղքեր գործենք, որ Աստված ավելի շատ ողորմություն անի մեզ, ինչպես այսօր է կատարվում, որ շատ հաճախ լսում ենք, որ թե ինչքան շատ մեղք գործենք, այնքան Աստված մեզ շատ կսիրի, բայց մոռանում ենք ճիշտ է, Աստված սիրում է մեղավորին, բայց ատում է մեղքը։ Աստված չէ, որ պիտի թույլ տա, որ մենք մեղքեր շատ գործենք, որպեսզի իր անունը փառավորվի, այլ Աստծո լույսը, ճշմարտությունը պիտի դատապարտի մեզ։ Եվ տեսնենք այսօր ինչ է ասելու մեզ Պողոս Արաքյալը, ինչ ունենք սովորելու։ Երկրորդ գլխի 25 համարը։ Թլպատությունն օգուտ կունենա, եթե օրենքը պահես, իսկ եթե օրենքը խախտող ես, քո թլպատությունը անթլպատություն կլինի։ Գիտեք, մենք Գաղատացիների նամակը սերտելու ժամանակ այս թլպատության խորհրդի մասին շատ ենք խոսել եւ այնտեղ Պողոս Արաքյալը ավելի խիստ խոսք ունի, ասում է ոչ թլպատված լինել մեկ բան, ոչ էլ անթլպատ լինելը, կարևորը մաքուր սիրտ ունենալն է, այսինքն սրտի թլպատը, որ մարդը մեղքից կտրվի իրեն։ Երբ առաջացավ այս պատմությունը, երբ որ Աբրահամ արդեն դարձավ հայրը, պետք է ժողովրդին ազատեր, ինչ արեց Աստված, Աբրահամն ասեց քո բոլոր արու զավակները որ կծնվեն 8-րդ օրը կթլպատես եւ սա իմ նշանը կլինի եւ այսինքն այդ նշանով այդ մարմնական այդ գործողության նշանով հрья ժողովուրդը պիտի տարբերեր մնացած բոլոր ազգերից սա Աստծո ուխտի նշաններ հрья ժողովրդի հետ մարմնական միջամտություններ, որի միջոցով տարբերվում են հрьяաները մնացած բոլոր ազգերի համար եւ հետարքիրը որ հрьяաները շատ էին բարձրանում սրանով, որ այս միջոցով իրենք ընտրված ազգ են, աստծոընտրյալ ժողովուրդն են, բայց տեսեք ասում եթե դու թլպատված ես, բայց օրենքը չես պահում, այսինքն այսօրվա լուսեթե դու մկրտված ես, բայց քրիստոնյային վայել կյանք չունես, դու նման է որ չմկրտված մարդ ես եւ անհավատ մարդ ես։ Ուրեմն ցույց է տալիս, որ ինչքան էլ դուք ձեզ հիմա համարեք, որ դուք աստծոընտրյալ ժողովուրդն եք, այսպես, այնպես, բայց քանի դուք Աստծո պատվիրանները չեք պահում, ուրեմն դուք չեք կարող այս ամենի միջով անցնել եւ համարվել Աստծո ժողովուրդ։ Ուրեմն Աբրահամին պատվիր տվեց Աստված, սա բոլոր սերունդների համար, ասում է, եթե չպանեք, ասում է կհամարվեք անհավատների պես, հետամոսների պես։ Դրա համար մենք էլ երբ որ մարդիկ մկրտված են, բայց մեղքերի մեջ ապրում են, իրենք անհավատ մարդու տեսք ունեն, ամրի կերպարանք ունեն, բայց դրա հետ մեկտեղ կարող լինել անհավատ մարդ, այսինքն չմկրտված մարդ, բայց քրիստոնյան վայել կյանք ունեն, բայց սա էլ չի արդարացնում չմկրտվողին։ Հիմա քիչ հետո նաև դրա մասին պիտի խոսենք։ Ուրեմն ինչ մասին է խոսում Սուրբ Գիրքը, երկու տեսակ թլպատության՝ մարմնավոր եւ հոգեվոր։ Ուրեմն Պողոս Արաքյալի խոսքը այստեղ ավելի շատ վերաբերվում է հոգեվոր թլպատության մասին։ Ուրեմն ինչ էր մարմնավոր թլպատությունը, հիշում եք Հիսուս ինքն էլ հունվար 6-ին ծնվեց, հունվար 13 օրի իր անվանակոչությունից մե Հիսուսին թլպատեցին եւ անունը դրեցին Հիսուս։ Ուրեմն Աստծո ուխտն էր մարդու հետ միայն մարմնական արտաքին տեսք, այսինքն որևէ մեկը կարող է այսօր էլ արտաքինից շատ պարկեշտ լինի, ինչպես Պողոս Արաքյալը մեկ ուրիշ տեղ ասում է աստվածապաշտության կերպարանք ունենան, բայց Աստծո զորությունից շատ հեռու լինեն։
Ուրեմն այնպես էլ հрьяան կարող էր թլպատված լինել, օրենքները պահել, ինչպես մե մորուքները երկարացնում էին, աղոթները երկարացնում էին, սիրում են ողջուններ տալ հրապարակներում, սեղանների գլխին նստել կարևոր տեղերում, բայց շատ հերոյն Աստծո արդարությունից։ Ուրեմն Պողոս Արաքելի խոսքը հոգևոր ներքին թլպատության մասին, որ մարդը մեղքն է կտրում իրենից եւ հերոյ է վանում իրենից։ Ուրեմն սրա թեև անում են այս մարդիկ հрьяաները, բայց գործնական կյանք չկար իրենց մեջ։ Այսինքն փարիսեցիների մասին խոսել են, որ այդ անունը դարձավ կեղծավորության խորհրդանիշը, որ արտաքինից ձևականորեն պահում են, բայց հոգևորից շատ հեռու, որովհետև կենթանի շփում, հարաբերություն Աստծո հետ չունի։ Ինչպես շատ հաճախ մարդիկ այսօր էլ եկեղեցի են մտնում, երբեմն աղոթում են, մոմ են վառում, բայց իրենք գաղափար չունեն, ում են հավատում, ինչի համար են հավատում եւ վերջապես ինչ պիտի անեն այդ Աստծո հետ մտերմություն, բարեկամություն համար։ Կան մարդիկ, որ փորձում են մտերմություն անել, բայց բոլորին քննադատում են, ինչպես որ անցյալ անգամ կա դասի ժամանակ տեսանք, ասում է ուրիշին դատելով դու չես արդարանում, ուրիշի մեղքերը ցույց տալով դու մաքուր չես համարվում։ Ուրեմն իրականում թլպատությունը ոչ մի առավելություն նաև չէր տալիս այս մարդկանց։ Ուրեմն սրանք թվում էր, թե որ իրենք թլպատված են, ուրեմն իրենք առավել են դատաստանի ժամանակ ասված իրենց քաղցրությամբ պիտի նայի, իրենք ինչ որ խնդրեն Աստծոց անպայման պիտի ստանան։ Իրականում սա ոչ մի առավելություն չունի։ Այսինքն այսօր էլ մկրտված մարդ է, թե ինքը մկրտված է, դա դեռ չի նշանակում ինքը փրկված է։ Վերջ ինքը դրախտի դռները բացել են իրեն համար, ինքը արդեն այնտեղ մշտական տեղ ունի, այդպիսի բան չկա։ Կարծես որևէ մեկը թող չխաբվի, որ մտածի ինքը մկրտվեց, վերջ իր բոլոր պարտականությունները կատարված են եւ ինքը փրկված է։ Շատ սխալ այսօր ուղղություն են այդ քրիստոնյաների մեջ, որ երբեմն ծնողները իրենց զավակներին մկրտում են, բայց իրենց զավակները այլևս եկեղեցի չեն մտնում։ Շատ հաճախ որ հատկապես գնում հիվանդներին այցելության, իրենք միայն մկրտության ժամանակ են սուրբ հաղորդություն ստացել։ Նույնիսկ չեն էլ հիշում, ստացել են թե չեն ստացել, որովհետև մկրտությունից հետո այն հոգևոր կյանքը, որ պիտի ապրեին, Քրիստոս պիտի գար այդ հացի միջոցով բնակվեր իրենց մեջ, Քրիստոս բնակված չէ եւ իրենք էլ Քրիստոսի մեջ բնակված չեն։ Ուրեմն թլպատությունը հնարավորություն է տալիս Աստծո հետ հարաբերություններ հասնել, այսինքն մկրտությունը քայլ է, որ կատարում ենք, որպեսզի մենք մոտենանք Քրիստոսին։ Հիսուսը ինչ ասում, եթե մեկ ուզում է փրկվի, պետք է հավատա եւ մկրտվի։ Ուրեմն մկրտվելով եւ հավատալով է, որ փրկությանը պիտի արժանանաս։ Ուղղակի մկրտվել այդ գործողությունը կատարել, վերջ դա փրկություն չէ քեզ համար, այլ հակառակը, սա նոր կյանքի սկիզբն է, որ Աստված քեզ ձրիաբար մկրտության միջոցով տալիս է։ Հիշում եք ինչ է լինում մկրտության ժամանակ։ Աստված մարդուն որդեգրում էր, ինքը հավիտենական կյանքներ ստանում եւ Սուրբ Հոգու տաճար էր դառնում։ Բայց եթե դու հավատքով, հույսով, սիրով այս ունեցածը չես պահում, կտակը քեզ համար կարող է փոխվել եւ դու զրկվես այն ամենից, ինչ որ մկրտության ժամանակ ստացար։ Դրա համար ասում եմ մկրտվողներին ասեք, որ ես իրենց հետ եմ, իրենց կյանքի բոլոր օրերում ինչեւ աշխարհի վաղճանը, բայց մկրտվող ինքը այնպես պիտի անի, որ Քրիստոս իր հետ լինի իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ուրեմն Աստծո հետ կապը պահելու համար միջոց էր թլպատությունը, բայց սա դեռ փրկություն չէր մարդկանց համար։ Ուրեմն այնպես էր, ինչպես հрьяաները այն ժամանակ, այնպես էլ այսօր 2000 տարի հետո սիրներ, ինչպես ռոմեական կայսրության մեջ էր, ինչպես ամբողջ աշխարհում, այսօր նույն ընթացքը գնում է եւ այս մարդիկ համարվում են անթլպատ, եթե չեն պահում պատվիրան։ Եվ տեսեք ինչ ասում Կորինթացին գրված առաջին նամակի մեջ Պողոս Արաքյալը, որովհետեւ թլպատվածությունը ոչինչ է, անթլպատությունն էլ ոչինչ է, այլ միայն կարևոր է Աստծո պատվիրանների պահպանումը։ Ուրեմն նպատակը հասկացանք, չէ՞, այսինքն եթե դու հանձն ես առնում, ինչպես զինվորական ծառայության մեջ զինվորը, թեև ինքը առաջին օր արդեն գալիս է զորամաս, զինվորական հագուստը հագնում է, շարային քայլը անում է, ամեն ինչ, բայց մինչև երթման արարողություն ինքը չի համարվում զինվոր, այլ երբ որ երթման արարողության ասում է հանդիսավոր երթվում եմ այս ամենը պահել, այսինքն քեզ վստահված սահմանը պահել, օրենքները պահել, որպեսզի դու պատվով վերադառնաս, այնպես էլ հոգևոր կյանքի մեջ է։ Հիշում եք Կողոսյանը մենք ասում ենք որևէ զինվոր աշխարհիկ գործերով իր հրամանատարին հաճելի չի լինում։ Այնպես էլ հոգևոր կյանքի մեջ, երբ որ մեկ ասում ես մկրտված եմ, ինքը չի կարող աշխարհիկ կյանքով ապրել ու փրկության արժանալ։ Ձեզ մի հետաքրքիր բան պատմեմ, վերջերս մի տեղ էի, օտար մարդիկ էին, վրացիներ, հագուստս այդ պայն հանել, իրանք չգիտեն որ էս հոգևորական։ Խոսեց, մեկը հարցեց տեր ինչու ես մորուքով ու ասեց ինչու ես մորուքով ու երկար մազերով, ասի քահանա եմ, նույն վարքյանին ծխախոտ ասեց չի կարելի հոգևորականի ներկայությամբ ծխել։ Մի վարքյանում մեր մոտ հակառակը
ծխումել են, խմումել են, եթե խիստ չլինես, կարող են քո ներքին հայոյել, բամբասել, տեսեք, մեկ ակնթարթ իմացավ հոգևորական եմ, նույն վարքյանին ծխախոտը հանգցրեց, հենց չի կարելի հոգևորական ներկայությամբ ծխել եւ ավելորդ ու միանգամից զգաստացան։ Օտար մարդիկ բոլորը։ Սա պարզ վկայում է մարդկանց համար հավատքը ձևական չէր։ Հավատքը իրենց համար պարզապես փոխանցված չէր ավանդույթով եկած եւ այս մարդիկ էլ դրա մեջ ապրում են։ Ուրեմն Աստված ինչ է անում, արտաքինից ավելի, ուրեմն մարդու ներքին կյանքն է փնտրում։ Այսինքն այս արտաքինից ավելի մարդը քո ներքին մարդու կարիքը, սրբության կարիք ունի։ Դրա համար ասում է ձեր վրայից հանեք հին մարդուն եւ Քրիստոսին հագեք, ասում է։ Այս արտաքին մարմինը կամաց պիտի քայքայվի, մենք պետք է կարողանանք ներքին մարդուն զորացնել։ Իսկ ներքին մարդուն մենք կարող ենք նորացնել միայն մեր մաքուր սրտով։ Աստծո համար շատ կարեւոր է սիրտը, թե այդ սրտի մեջ ինչ է կատարվում եւ այդ սրտի մեջ ինչեր են տեղ ունի։ Եթե մեր սիրտը ուղիղ է, ապա մեր գործը, մեր կյանքն էլ ուղիղ պիտի լինի։ Եվ տեսեք ինչ ունի Պողոս Արաքել Երեմիա մարգարեի բերանով ասված. եթե բոլոր ազգերը անթլպատության էին մարմնով, ապա Իսրայելի ժողովուրդը աշխարհի ողջ տունը անթլպատ է իր սրտով։ Թեև ասում է հեթանոսները չեն պահել այս օրենքը, չունեն, բայց իմ ժողովուրդը սրտով է այդպիսին։ Սրտով ինքը կապված ինչ չէ։ Իսկ թագավորած գրքի մեջ ասում է, ես չեմ ուզում այս ժողովրդի աստվածներին, որ սրանք ասում են ինչ շուրթերով են հավատում, բայց սրտով ինձանից շատ հեռու են։ Տեսեք, սրտով չեն հավատում, շատ հեռու են սրտով, շուրթերով խոսում են, փառաբանում են, մենք էլ ամեն նոր օրվա մեջ մի քանի անգամ ասենք փառքը չա Տեր Աստված, բայց մենք չենք ճանաչում այդ Աստծուն, եւ չգիտենք այդ Աստծո կամքը որն է, ցանկությունը որն է, մենք ինչպես պիտի իր հետ հարաբերություն հաստատենք, ինչպես պիտի իր օգնությունը խնդրենք, ինչպես իրենից պիտի ակնկալենք մեր փրկությունը։ Մենք չենք ճանաչում եւ չգիտենք։ Իսկ Երեմիայի մյուս նախտողի մեջ ասում է. ես Տերս քննում եմ սրտերը եւ փորձում եմ երիկամները, որպիսի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդյունքի։ Ուրեմն սրտերը քննում է Աստված, ասում է, որպիսի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իրենց գործերի, այդ գործերի արդյունքի։ Ինչ արդյունք են տվել այդ գործերը։ Դրա համար ասում է այստեղ, թլպատություն օգուտ կունենա այն ժամանակ, եթե դու պատվիրանները պահում ես։ Այսինքն քո մկրտությունը այնքան ժամանակ օգտակար լինի քեզ համար, երբ որ դու իբրև մկրտված քրիստոնյա աղոթում ես, սուրբ հաղորդություն ես ստանում, սուրբ գիրք ես կարդում եւ արդարությամբ փորձում ես ապրել այս աշխարհի մեջ։ Ուրեմն Առաքել այստեղ նաեւ բաղդատում է թլպատություն ու անթլպատություն ըստ հավատքի եւ Քրիստոսի շնորհների, առանց որոնց չես կարող հասկանալ, այսինքն քո հավատքով եւ Քրիստոսի տրված շնորհներով է նաեւ չափում, թե այդ քո մկրտություն ինչ արդյունք պիտի ունենա։ Քանի որ նա, ով միացած է Քրիստոս Հիսուսին, ոչ թլպատված լինելը արժեք ունի եւ ոչ էլ անթլպատ լինելը, այլ հավատը, որ սիրով է գործվում։ Ուրեմն այսինքն, երբ որ դու մկրտված ես կամ մկրտված չես, եթե սեր չկա, հավատք չկա իրականում այդ քո նոր մարդու մեջ, դու չես կարող արժևորվել Քրիստոսի առջև։ Այսինքն քո գործը հավիտենական կյանքի համար չէ։ Դրա համար ամեն ինչից առաջ Տերը պահանջում է, որ մենք չմոռանանք ամեն օր, երբ որ արթնանանք, շնորհակալություն հայտնենք նոր օրվա համար։ Երբ որ պարկ ենք քնելու, չմոռանանք գոհանալ այսօրվա անցած օրվա համար։ Երբ որ մեր օրը բացվում է, մի քանի րոպե չմոռանանք իրեն տրամադրել, աղոթել։ Կիրակին, որ Սուրբ օր է, Տիրոջ օրն է, մեր անձնական աշխարհային գործերի համար չօգտագործենք, այլ գնանք Տիրոջը հանդիպելու, որովհետև Տեր ամեն Կիրակի սպասում է մեզ, այդ հանդիպմանը ներկա պիտի լինենք։ Եվ վերջապես այն սերը, որ տրված է մեզ, չմասնավորեցնենք, պահենք մեր անձնական նեղ նպատակների համար, այլ օգտագործենք ցանկացած մարդուն սիրով դեպի փրկություն հրավիրելու։ 26-րդ համարը. ուրեմն, եթե անթլպատ մարդը օրենքի իրավունքները պահի, նրա անթլպատությունը արդյոք թլպատություն չի համարվի։ Հիմա տեսեք, հարցը ուղղում է հակառակ, ասում է, եթե անթլպատ մարդը, այսինքն չմկրտված մարդը, այս բոլոր օրենքները պահի, արդյոք դա իր համար դա մկրտվածություն չի համարվի։ Այո, պիտի համարվի, բայց սա չի արդարացնում են մարդկանց, ովքեր անդադար հետաձգում են իրենց փրկություն, ասելով, որ ժամանակ չունեմ, դեռ պատրաստ չեմ կամ այսպես կամ այնպես։ Ուրեմն այստեղ Պողոս Արաքյալը ռետորական հարց է տալիս։ Եթե դու մկրտված ես, բայց գործեր չունես, այս մեկը մկրտված չի, բայց գործեր ունի, ինչ եք կարծում, Աստված այս մարդուն կընդունի, թե չէ։ Հակոբոս Արաքյանն էլ ասում էր, չէ, դու ունես
հավատք, ես ունեմ գործեր, բայց ասում է հավատք առանց գործերի մեռածում է։ Քույս դու ինձ ցույց տուր քո հավատքը, ես ինձ կտամ իմ հավատքը գործերով։ Ուրեմն հավատքը գործերով է արժևորում։ Հիմա մեր կյանքում օրինակ սովետական շրջան են անցնել մեր երկիրը, հալածանքներ եղել, ձերբակալություններ, աքսոր շատերը չեն էլ հասրել մկրտվել, բայց այդ մարդիկ, երբ որ մկրտված չնելով հավատքի կյանք են ապրել, աղոթքի կյանք ունեցել, արդյոք Աստված չի ընդունելու այդ մարդկանց։ Ընդունելու է, չէ, որովհետև չեն իմացել այս մարդիկ։ Մենք այնցել անգամ նաև խոսեցինք բնական օրենքների մասին, ինչ որ Աստված տալիս է մարդուն եւ սրտի մեջ դնում է օրենքները, եւ շատ մարդիկ նույնիսկ այս գիրքը կարդացած չլինելով, այդ օրենքները պահել են իրենց կյանքի մեջ։ Ուրեմն այստեղ ցույց է տալիս Պողոս Արաքյալը եւ հрьяաներին հռետորական հարց է նաեւ բոլոր այն քրիստոնյաներ, ովքեր միշտ մերժում են, այսինչ մարդը կնքված չի, եկեղեցի չի գալիս, բայց նրանք ավելի մաքուր ազգ են, քան այն մարդիկ, ովքեր շատ հաճախ եկեղեցու մեջ են լինում։ Ուրեմն այստեղ դրական է պատասխանը եւ մարդիկ պետք է անպայման փրկության արժանանան։ Ուրեմն տեսեք ինչ է ասում երկրորդ օրինաց գրքի մեջ, ասում է Հուդայի երկրի մարդիկ եւ Երուսաղեմի բնակիչներ, ձեր Աստծո համար թլպատվեցեք, ձեր սրտի անթլպատությունը թլպատեցեք։ Տեսեք ինչ է ասում, ձեր սրտի անթլպատությունը թլպատեցեք։ Երկրորդ օրինակը կարևոր այստեղ ինչ մենք օրինակ ունենք Սուրբ գրքից, հիշում եք երբ որ Երուսաղեմում Եղիսեն մարգարե էր Իսրայելում, Ասորի Նեեմին եկավ, հիշում եք մարմինը բորոտության մեջ էր, չէ, եկավ Եղիսեն մարգարեի մոտ բուժվելու համար, Եղիսեն ասեց գնա մտիր գետը, ասեց մեր մոտ ավելի մեծ գետեր կա, ինչի պիտի գայի, հետո լսեց ծառային, հետ եկավ, գնաց մտեց, մաքրվեց եւ եկավ ինչ խոստացավ Եղիսեն մարգարեին, որ այլևս ես ոչ մի աստվածների չեմ հավատալու, բացի ճշմարիտ Աստծուն։ Բայց Եղիսեն մարգարեն չպարտադրեց թլպատվել եւ հրեական օրենքները պահել։ Հասկացաք օրինքը, այսինքն օրինակ ինչի համար է։ Այսինքն այս մարդը թեև ինքը հրեա չէր, բայց ինքը հավատաց ճշմարիտ Աստծուն եւ կարիք չունեցավ հրեական օրենքները պահել։ Ինչու է այսօր այս մասին Պողոս Արաքյալը խոսում ենք, անցյալ անգամ Տիտոսի նամակին սերտողության ժամանակ ենք անցել, որ մարդիկ կային հրեաների մեջ, որ գալիս են նորադարձ քրիստոնյաներին համոզում, որ ճիշտ է, թեև դուք Քրիստոսին հավատացել եք, մկրտվել եք, բայց կատարյալ լինելու համար պետք է թլպատեք ու հրեական օրենքներ պահեք։ Մենք դրա կարիքը չունենք։ Այն ինչպես տեսեք մեր մեջ երկար տարիներ ինչն էր պահված, երբ որ մենք մատաղ ենք անում աղքատին կերակրելու համար, տանում են ոսկորները թաղում են, իբրև սուրբ մասունքներ, կենթանու ոսկորները կարիք չկար թաղելու։ Սա հրեական սովորություն էր, որ փոխանցվել էր մեզ։ Հրեաներն էին թաղում, որտեղ դա զոհ էր, սուրբ էր համարվում։ Մենք կարիք չունենք կենթանու ոսկորները թաղել, որտեղ դա սուրբ չէ։ Դա աղքատ ինտերվելիկ էր, միսը մարդն է ուտում, ոսկորներ կենթանին պիտի, ինքն էլ պիտի սնվի այդ ամեն ինչից։ Հասկացաք ինչ սովորություններ կարող են սխալ գալ կամ քրիստոնյա ենք դարձել, տանը նալ ենք փակցնում, փուշ ենք փակցնում, թելեր ենք կախում, տարբեր տեսակի սովորություններ, որ մենք կարիք չունենք։ Քրիստոսին հավատացիր, մնացած որևէ բաները քեզ փրկության չեն բերում, հակառակը, քո հավատքը կարող են տկարացնել եւ թուլացնել։ Ուրեմն դրա համար ասում է, որ այս ամենով կարող ենք մենք փրկվել։ Ուրեմն Աստծո նպատակը ո՞րն է լինի, որ յուրաքանչյուր մարդու բերի փրկության։ Ուրեմն մենք մարդիկս, երբ որ տեսնում ենք մեկին, ով դեռ մկրտված չէ, բայց հավատք ունի, ոչ թե պետք է արհամարհենք այս մարդուն, այլ հակառակը պիտի մարդուն բացատրենք, օգնենք, որ հավատքի համար շատ կարևոր քայլ է մկրտությունը, որպեսզի դու Աստծո զավակ դառնաս, բայց հավատքդ էլ չկորցնես։ Սա էլ մեկ ուրիշ խնդիր ունի, որ մենք էլ երբ որ այդ մարդուն սովորեցնում ենք, մենք պետք է ապրենք, որպեսզի գայթակղության պատճառ չդառնանք։ Ինչպես Հիսուս մեղադրեց փարիսեցին ասելով, որ դուք ծով ու ցամաք եք կտրում անցնում, մեկ հոգի դարձի բերելու համար, դարձի բերելուց հետո ավելի վատն եք դարձնում, քան դուք եք։ Գեհենի կրակի զավակ եք դարձնում։ Ուրեմն շատ զգուշ պիտի լինենք այդ մարդկանց հանդեպ, որպեսզի նրանց փրկությունը չկորչի։ 27-րդ համարը եւ ի բնե անթլպատ մարդը օրենքը կատարելով պիտի դատի քեզ, որ գրավոր օրենքն ունենալով եւ թլպատվածնելով հանդերձ մեղանչել ես օրենքի դեմ։ Հետարքիր բան է ասում, չէ՞, մարդը որ թլպատված չի եղել, չի ճանաչել Քրիստոսին, քեզ պիտի դատի։ Դու որ օրենքն ես ունեցել, գրավոր, բանավոր փոխանցված քեզ, բայց չես պահել, չես օգտագործել։ Այսինքն նախորդ դասի շարունակությունը, որ մեր վարքի պատճառով կարող է Աստծոնը հայոյել անհավատների կամ հեթանոսների միջավայրում։ Ինչու է այստեղ առաքյալն ասում նա ով ի ծնե անթլպատ էր եւ հեթանոս։ Ուրեմն բնական օրենքները կատարելով,
հավատքի խոսքերը սերտելով, սովորելով, ապրելով, այս մարդիկ իրենց գործև օրինակով են դառնում նախ քեզ դատող։ Այսինքն դու չմկրտված մարդու մեջ տեսնում ես ավելի շատ օրինապահ, աստվածապաշտ մարդ, քան ինքը դու ես, եւ սա դառնում է դատապարտություն քեզ համար։ Առաջինը սա է, որ դատապարտելու է քեզ։ Երկրորդ, երբ որ ինքը դարձ ունենա, մկրտվի, թլպատվելը կամ մեր լեզվով մկրտվի, ինքը քեզ համար պիտի դատապարտությունն է, որ ինքը պիտի սկսի ապրել, քեզ ասի դու այսքան ժամանակ ունեցել ես, ինչու չես ապրել, որ ես հիմա եկել եմ քեզ սովորեցնում եմ։ Այբ որ անդադար մարդիկ գալիս են, մենք անդադար բողոքում ենք, աղանդավորները եկան, մտան մեր տները, ինչու են գալիս, որովհետև տեսնում են, որ մենք չենք ապրում այդ կյանքը։ Չկա այդ մարդկանց մեջ։ Իրենք էլ առիթը օգտագործում են իրենց գործը անելու համար։ Երբ որ դու պատրաստված ես, դու ապրես, որևէ մեկը չի կարող գալ քո դուռը թակել, ասել արի ես քեզ նոր ճշմարտություն, փրկություն ինձ մոտ է։ Նույն երբ որ դու քո այգին, երբ որ չես մշակում, ժամանակին ամեն ինչ չես մաքրում, ամեն տեսակի վատ խոտեր աճում են այնտեղ։ Այնպես էլ հավատքի կյանքն, երբ որ դու չես ապրում, քեզ բոլորը պիտի դա, նույնիսկ անաստվածը, նույնիսկ սատանայապաշտը քեզ պիտի դատապարտի, եթե դու այդ կյանքով չես ապրում։ Ուրեմն սրա համար յուրաքանչյուր մարդ, ով որ քրիստոնեությունը հանձն առնում ապրելու, ինքը պիտի այդ հավատքը ունենա իր կյանքի մեջ, որպեսզի ինքը օրենքներ ունենալով, կանոններ, պատեն ունենալով հանկարծ դատապարտության մեջ չընկնի։ Տեսեք ինչ է ասում Պողոս Առաքյալը, մեղքի խայթոցը, մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը։ Մահի խայթոցը մեղքն է, այսինքն մեղքի խայթոցով ես, չէ՞ մեռնում։ Այսինքն երբ որ մեղքը քեզ խայթում է, դու մեռնում ես եւ ասում եմ մեղքի զորությունն էլ օրենքն է։ Այսինքն օրենքից է, չէ, որ իմանում որ դա մեղք է, թե օրենքը գրված չլինի, դու չես իմանա։ Հիմա ասում եմ դուք օրենք ունեք գրված։ Մոսեսը ձեզ օրենք է գրել տվել։ Օրենքը մարգարեները ձեզ գրքեր են գրել տվել, բայց դու չեք ապրում։ Հիշում եք նաև Աղքատ Ղազարոսի ժամանակ, որ ասում է տանը 5 եղբայր ունեմ, խնդրում եմ հայր Աբրահամ Ղազարոսին ուղարկիր մեր տուն, ասում են նրանք ունեն Մովսես, մարգարեության օրենքներ, թե դրանցով իրենք չեն փրկվել, չեն հավատացել, եթե մեկն էլ մեռնից հարությունը գնա, էլի չեն հավատալու։ Այսինքն որ մեկը մանկուց չուզել սովորել անտարբեր ապրել է, ինչքան էլ հրաշքներ գործես չեն։ Այսօր այնքան մարդ ասում է, բա ինչու Աստված հրաշք չի գործում, որպեսզի ես հավատամ։ Անցյալ օրը հիվանդանոցում է էլի, մտա միսեն, որտեղ մահանում է մարդը արդեն։ Վերջ, վերջին վարքյանն է, պիտի շունչը պիտի արդեն կանգ առնի, տահաճությամբ ասես դուրս արի ստեղից մեզ մենակ թող։ Հարազատները։ Վերջին վարքյանը, որ իրենց հարազատը կարիք ուներ աղոթելու, ինձ ասեց դուրս արի մեզ մենակ որ չմտնես այստեղ։ Ամբողջ գիշեր այսպես մեծ ցավ եմ ապրել, որ ոնց կարա մարդ իր հարազատը այս պահին մեռնում է, իրենք հրաժարվեն աղոթքից, իրենք հրաժարվեն Աստծո խոսքից։ Այդ նույն պարագայում մյուս կողքին հիվանդը, որ նույն մահամերձն էր, իր հարազատն տեսան, որ արդեն չկա, բայց երբ որ հաղորդությունը մոտեցի, գլուխը բարձրացրեց, հաղորդությունը շուտ վերցրեց։ Ասացի, տեսակ, ինչքան էր սպասում։ Այս պահը պատահական չէ, որ դուք տեսակ, որ ձեր հարազատը ինչի կարիք ուներ։ Դուրս եկեք, դուրսը լուր նստած եք, կողք աղոթք արեք այս մարդուն, խնդրեք այս մարդու հոգու խաղաղության, հանգստության համար, որպեսզի ինքը խաղաղությամբ ննջի։ Ուրեմն մահի խայթոցը մեղքն է, սա հիշեք միշտ, եւ մեղքի վարձը մահն է նաեւ երկրորդը։ Ուրեմն հрьяան վստահելով, ուրեմն այս արտաքին թլպատությանը, սիրելիներ, օրենքը առանց կատարել, ինքը կարծում է, որ ինքը կարող է ապրել ու երջանիկ լինել։ Դրա համար է ասում, իսկ պիտի դատեն։ Մենք երբ որ քրիստոնյա ենք դառնում, բայց չենք ապրում այս ամենոցներ, մենք ոչ միայն մեղք են գործում Աստծո հանդեպ, այլև շատ շատերի գայթակղության պատճառ ենք դառնում։ Հիսուս ինչ էր ասում. անհնար է որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան, ում ձեռքով կգա այդ գայթակղությունը։ Մենք բոլոր մարդիկս էլ ինչքան ապրենք այս աշխարհի մեջ, ով էլ որ մենք լինենք, մենք զերծ չենք մեղք գործելուց, սայթակելուց, ընկնելուց նորից բարձրանալ։ Բոլորս էլ կարող ենք, բայց շատ կարող է դու այնպիսի մեղադրելի մեղքեր չունենաս, որ քո պատճառով շատերը կորստյան մատեն։ Դրա համար նաև քահանայի պարագային ասում էր անմեղադրելի կյանք պիտի ունենաս, որ քո արտաքին մեղքերը, քո մեր ներսի մեղքերը մենք գիտենք, ինչ ենք մտածում, ինչ ենք խորում, ինչ ենք ցանկանում, դա մարդիկ չեն տեսնում։ Սա մեր մեղքերն են, որ Աստծո հետ մեր հարաբերության մեջ պիտի շտկենք։ Բայց երբ որ դու արտաքինից այնպիսի մեղքեր գործես, որ շատերի կորստյան պատճառ պիտի դառնա, նույն այդ մարդկանց ես կործաման տանում։ Եվ այդ մարդկանց փրկության ճանապարհն ես փակում։ Դրա համար էլ նաև մենք պիտի հաշիվ տանք Աստծո դատաստանի ժամանակ։
28-րդ համարը, որովհետև բուն հրյան նա չէ, որ արտակուստ է երևում, եւ ոչ էլ բուն թլպատություն արտակուստ, եղածը մարմնական է։ Հիմա փոխենք բառերը, այսինքն քրիստոնյան նա չէ, ով մկրտված է եւ ցույց է տալիս, որ ինքը մկրտված է, պարոնացնել խաչ կա կախված։ Սա չի քրիստոնյան։ Մենք տեսնում ենք մարմնավաճառներ, այսպիսի խաչեր վրաները կախած, տեսնում ես մարդասպաններ, խաչերը կախած, վրաները խաչեր դաջվածներ արած, մատների վրա դաջվածներ արած, տեսնում ես քրիստոնյաներ, ականջողներն արդեն խաչերով կախված, քթերից կախված, պորտից կախված։ Սա քրիստոնյան չի։ Եվ ոչ էլ նա է քրիստոնյա, որ ամբողջ օրը ծնկած ցույց մարդկանց է աղոթում, այլ նա, ով սրտով է Աստծուն հավատում եւ վստահում։ Ուրեմն Պողոս առաքյալը ինչ է անում այստեղ։ Ցույց է տալիս, որ չի մերժում հրեական օրենքները, այսինքն չի ասում, որ դուք սխալ եք, որովհետև սա այդ ամեն ինչ որ ունեն հրեաները, Աստծուց էր տրված, այլ ցույց է տալիս, որ սրանից առավել հիմա Քրիստոսը կա մեր կյանքի մեջ, որ Քրիստոսին հետևելով պիտի ապրես։ Ուրեմն բնական վիճակը պիտի ունենաս, այսինքն նախնական քո մաքրությունը պիտի ունենաս, որպեսզի այդ ճշմարտության մեջ ապրես ու շարունակել ապրել։ Ինչու է քրիստոնյան նա չէ, որ մկրտված է։ Այսօր աշխարհում ինչքան քրիստոնյաներ են ապրում, մոտավորապես հասնում են 2 միլիարդի։ Հիմա այս 2 միլիարդը բոլորը ճշմարիտ քրիստոնյաներ են։ Ոչ։ Քիչ հետո կտեսնենք նաև պատճառը, որ այսինքն այս մեղքերի պատճառով Աստված մեկ իր ողորմությունից չի զրկում մարդկանց։ Բայց քրիստոնյան արտաքին մարդը չէ, որ ինքը մկրտված է, խաչ ունի իր պարոնացին կախված եւ երբեմն գալիս է եկեղեցի մոմ է վառում։ Սա քրիստոնյան չէ։ Քրիստոնյան նա է, ով գիտի սիրել, հնազանդվել, համբերել եւ գործել։ Սա է քրիստոնյայի կենցաղը, որ դու կարողանում ես սիրել, ինչ էր որ քո շուրջը կատար դու համբերությամբ տանում ես, հակառակ ամեն ինչի դու գործում ես, չես վախենում ապրել այդ կյանքով եւ վստահում ես Տիրոջը քո կյանքն ու քո փրկությունը։ Դրա համար ասում է այս արտաքին կողմը չէ, որ պահելով դու պիտի փրկություն, այլ հոգեվոր ներքին կողմը պահելով։ Ուրեմն այստեղ ցույց է տալիս, որ ճշմարիտ հրեությունը եւ թլպատությունը կարեւորությունը այդ սրտի մաքրությունն է, որ դու պիտի ունենաս, որ քրիստոնյաների մեջ բազում վեճեր կան, պատերազմներ կան, սպանություններ կան, մատնություններ կան, ամենասարսափելին այսօր աշխարհում քրիստոնյաների մեջ ամենաշատ տարածվածը արհեստական վիժեցումը, երեխաներ դեռ չծնված սպանությունը։ Սարսափելին սա է, դաջվածքներ անել, մարմինը պղծել, ծխել, խմել, ամեն տեսակ հայոյական մեղքերի մեջ ապրել։ Սա քրիստոնյայի կերպարը չէ, քրիստոնյան պետք է փոխի իր կյանքը։ Նա է Աստծո առաջ ճշմարիտ հրեա եւ քրիստոնյա, ով որ կարողանում է Աբրահամի հավատքով հավատալ եւ Աբրահամի միջոցով, չէ՞, ասում եմ, մեկ անգամ մկրտվելով մենք այլևս Քրիստոսով ենք ապրում եւ մենք համարվում ենք Աբրահամի ժառանգներ, պիտի ստանանք այն ինչ որ Աստված խոստացավ Աբրահամին։ Ուրեմն Աբրահամի հավատքը պիտի ունենանք մեր կյանքի մեջ եւ մենք պետք է փորձենք ներքին մարդուն ապրեսնել մեր մեջ եւ Աստծո փրկության ծրագրին մասնակից դառնանք։ Ուրեմն հետեւաբար միայն արտաքին հրեա լինելը կամ արտաքին քրիստոն լինելը ոչ մի առավելություն չի տալիս, հատկապես դատաստանի ժամանակ։ Դու չես կարող կանգնել ասել ես Գրիգոր Լուսավորչի հետնորդն եմ, մենք առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, խնդրում եմ ինձ փրկված համարիր։ Տերը պիտի ասիր ներողություն, քո անունը չկա գրված կյանքի գրքի մեջ։ Երբ որ դու մկրտվում ես, նոր մարդ ես դառնում, քո անունը գրվում է այդտեղ։ Եվ այդ պայից սկսված դու ինչ որ անում ես գրքիդ մեջ գրվում է, քո ամբողջ կյանքը գրվում է։ Ինչպես որ ուսուցիչը երեխայի շարադրությունը կամ գրավորը չէ ստուգում է վերջում գնահատական է դնում բացասական կամ դրական, այնպես էլ քո կյանքի էջը, քո կյանքի գիրկը պիտի բացեն, դի կարդան Տեր Շավարժ Քահանա Սիմոնյան, այսպես կարդալու վերջում երևա սա արժանի է փրկության, թե արժանի է մերժման դժոխքի ճանապարհը գնալու համար։ Երբ որ մտնում ես որևէ դեսպանատուն, ինչ են ասում են նպատակը հարմար չգտանք ձեզ վիզա տալ, որպեսզի գնաք մեր երկիր։ Չգտանք նպատակ։ Ինքը չի ասում էլ պատճառները ինչն էր, կամ ասում են երբեմն վստահելի չէր ձեր փաստերը, կասկածներ կան, որովհետև կեղծ թղթերը մարդիկ շուտ արագ չէ, հորինում են իրանք այսքան փող ունեն, այսքան տուն ունեն, իրականում չունենք։ Այդ վերջին պահին դու ուզում ես համոզել, որ չէ, ես ունեմ, անպայման ինձ համար այդ ամենը արեք, եւ ասում են կներես, քեզ չեն տա, ինչ են խփում, մերժված է։ Ուրեմն այդպես էլ երկնքի արքայությունն է, որ մարդը սարսափելի պիտի լսի, մերժված ես, չես կարող մտնել իմ ուրախության մեջ։ 29-րդ համարը այլ հրեան նա է, ով ներքուստ է, եւ թլպատությունը սրբի թլպատությունն է ըստ հոգու եւ ոչ թե ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։
Ուրեմն ասեց արդեն Պողոս Արաքելը սրտի, ուրեմն հոգևոր թլպատության մասին է խոսքը, որ մարդը մեղք իրենից կրտում է։ Մարդը ճշմարիտ քրիստոնյա միայն այն ժամանակ, երբ ներքուստ եւ սրտանց հավատում է Աստծուն, վստահում է Տիրոջը եւ չի փնտրում ամենակարևորը մարդկանց գովասանքը։ Հիսուս ինչ էր ասում. «Վայ ձեզ, եթե բոլորը ձեր մասին լավը խոսեն»։ Սա սարսափելի խոսք է լինես, ինքն դու ամբողջ կյանքում փորձել ես այնպես անել, որ մարդիկ քո մասին միշտ լավը խոսեն, բայց դու իրականում այդպես չէ, դու փորձել ես քեզ համար ստեղծել, հատկապես այսօր էլ համացանցը թույլ է տալիս, մարդիկ նկարներ, պատմություններ դնում են, այսպես շատ հետևորդներ են հավաքում եւ փառավորվում են, հանկարծ որ մի քիչ էլ անկում է ապրում տեսանելիությունը, գրում են ինչ անենք, որ բանը բարձրացնենք մեն ալիքի կարևորությունը, այսինքն մարդկանցից են փնտրում, բայց ասում է Երանի նրան ում Աստծուց կստանա այդ գովքը եւ Աստված կգովի այդ մարդուն։ Մենք մարդկանց գովքով կարող ենք մի օր շատ բարձրանալ, մի քանի վայրկյան հետո լրիվ զրոյացնել, որտեղ մարդիկ չեն հանդուրժում։ Մարդիկ երբ որ շահ ունես, փնտրում են, երբ որ շահը չկա, քեզ կարող են մերժել էլ, չարախոսել են, ատել են, ամեն բան քո մասին խոսել։ Մարդիկ, ովքեր որ Հիսուսին իբրև թագավոր Օվսաննայով դիմավորեցին, հագուստները, ծառերի ճյուղերը կտրեցին, փռեցին Հիսուսի առջև, 5 օր հետո պահանջեցին, որ Հիսուսին խաչեն։ Ուրեմն այնպես էլ մեր կյանքի մեջ, երբ որ դու փորձում ես մարդկանց հաճելի լինել, մարդիկ քեզ մի օր կբարձրացնեն ոտնատակ կտան հետո։ Դրա համար մեր նպատակն է ճշմարիտ հավատքով, անկեղծ սիրով Տիրոջ փրկությանը գնալ եւ հոգեվոր պաշտամունքը սրտած լինի, մեր աղոթքը սրտանց լինի, մեր եկեղեցի գնալը իրար տեսնելու համար չլինել, Քրիստոսի հետ հանդիպման լինել, գալ եկեղեցի նորությունների համար չլինի, տենանք ո ինչ շաբաթում ինչ ա եղել, ով ինչ կպատնի մեզ իմանանք, սրա համար չի, ճշմարիտ հավատքը, քո մեղքերը տեսնելը, գիտակցելը եւ Քրիստոսից ներում ստանալը, տուն վերադառնալը։ Եվ ճշմարիտ թլպատությունն է, սրտի թլպատությունն է, երբ մեղքը եւ չարությունը մեզանից կտրում ենք ու դեն ենք նետում։ Այսինքն, երբ որ դու նոր մարդ ես դառնում, ուրեմն մկրտության ավազանը, եթե չեմ ասել ձեզ, հիմա ասեմ, սա խորհրդանիշն է գերեզմանի, սիրելին։ Այսինքն, երբ որ մարդուն 3 անգամ ենք ընկում, այսինքն մկրտում հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու 3 անգամ ընկղում ենք ջրի մեջ, սա Քրիստոսի 3-օրյա գերեզմանի մեջ մնալն է։ Եվ երբ որ ջրից հանում ես մարդուն, հարություն, այսինքն հին մարդը մեռնում է այնտեղից նոր մարդն է ծնվում, առանց ադամական մեղքի, առանց մեղքի իշխանության նոր մարդ է ծնվում արդեն Աստծո կնիքը քո վրա ունենալով։ Եվ այս ամենը ոնց պիտի պահես հավատքով, սրբությամբ ու սիրով։ Եվ Տերը հավատքի քո ճանապարհը տեսնելով պիտի փրկության առաջնորդ։ Եվ ինչ է ասում Մովսես մարգարեն, Տերը կմաքրի քո եւ քո սերնդի սիրտը, որպեսզի քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով եւ էությամբ, որպեսզի ապրեք դու եւ քո սերունդները։ Ուրեմն Տերը կսրբեցնի քո սիրտը, քո ամբողջ էությունը, որպեսզի դու եւ քո սերունդները երկար ապրեք այս աշխարհի վրա։ Ուրեմն մեր նպատակը այս աշխարհի մեջ այդ երկար ապրելն է նրա համար է, որպեսզի ժամանակ ունենանք մաքրվելու մեր մեղքերից։ Երբ որ ասում ենք երբ պետք է Աստված հոգի սառնի բրցնեմ, այդպես պետք չի խնդրել, որովհետեւ դու դեռ չգիտես ուր ես գնալու։ Դրա համար կարիք չկա, որ Աստծուն ասես հոգի սառ բրցնեմ, որտեղ կարող է այդ պահին դժոխքում հայտնվես։ Դրա համար պիտի Տիրոջը խնդրես իր ժամանակին տալու քեզ այդ ամենը, որպեսզի հավիտենական կյանքը չկորցնես։ Այստեղ ավարտվում է երկրորդ գլուխը։ Հիմա տեսեք, հрьяաների մեղադրեց Պողոս Արաքելը։ Հիմա այս երրորդ գլխի առաջին այս համարների մեջ պիտի փորձնի թե ինչ առավելություն կար հрья լինելու մեջ եւ ինչ պարտականություններ դրված, որպեսզի Աստված իրենց միջոցով գործի։ Առաջին մեջ ասում է. «Արդ, ո՞րն է հрьяի առավելությունը կամ թլպատությունից ինչ օգուտ»։ Հարց է տալիս, ո՞րն է առավելությունը հрья լինելու եւ ինչ օգուտ կար այդ թլպատությունից։ Ուրեմն կատարյալ եւ խոհական վարդապետի խոսք է, այսինքն ճշմարիտ ուսուցիչը տեսեք, հիմա ինքը բացատրեց այս մարդկանց մեղքերը, հիմա ինքը փորձում է այս մարդկանց արդարացնել, ցույց տալ եւ համբերատարությամբ ճշմարտությունը բերել, որ այս մարդիկ էլ անպետք չէին, այսինքն որպեսի հեթանոսներ հիմա չոգևորեն, ասեն դե որ սրանք այսքան անպետք են, ուրեմն մենք ավելի լավն ենք, կամ չմկրտված մարդը չլսի այս խոսքերը, չասի դե որ այս մկրտվածները սրանք էին, մենք կարիք չունենք մկրտվելու։ Տեսեք Պողոս Արաքելը այսպես երկու կողմին էլ ասում է դաղում է, հետո եղում է մեր ժողովրդի խոսքով, որ ցույց տա, որ հանկարծ դուք սրանց չար համարեք, դուք էլ սրանց չար։ Հիմա ո՞րն էր օգուտ այդ թլպատության եւ ինչ կարեւորություններ հрьяան Աստծո կյանքի մեջ։
Երբ նա ցույց տվեց, թե թլպատությունը չի օգնում առանց գործերի պատվիրանները պայելու մաքրվելու, որ ներքին թլպատությունը, սրտի թլպատությունը ավելի կարևոր է, որpիսի հեթանոսները սրա պատճառով նախ չամբարտավանան, չհպարտանան, որ մենք դե առավել ենք, հիմա ցույց է տալիս, որ երկու կողմն էլ պետք է պահեն այս ամենը, որպիսի փրկության։ Հիմա տեսնենք ինչ առողջություն են հрьяաները։ Ուրեմն լավ եւ վատ կողմերը ցույց է տալիս Պողոս Արաքյալը։ Ուրեմն հրեությունը իբրև ինչ էր արտաքին, այսինքն ազգի արտաքին կողմն է, չէ՞, հրեությունը նաև կրոն էր։ Այսինքն համաշխարհային կրոնների մեջ քրիստոնեություն, իսլամ, երրորդ տեղը հուդայականությունն է։ Սա էլ համաշխարհային կրոն է։ Ուրեմն սա հрья ժողովրդի իսրայելացիների նախ արտաքին կրոնն է։ 1, երկրորդը թլպատությունն է իբրև մարդի ներքին կնիք էր դրված մեր վրա։ Հիմա մենք երբ որ ասում ենք հայ ենք, մենք առաջին բանը հասկանում ենք քրիստոնեություն, որ մեր արտաքին կողմն է սա, երկրորդը մկրտության խաչի կնիքը մեր ճակատին դրված է։ Սա է քրիստոնեություն։ Այսինքն հрьяի առավելությունը սա էր, որ ինքը Աստծո կողմից ընտրված Աստծո ժողովուրդն էր։ Ընտրել էր այս ժողովրդին Աստված, իսկ թլպատությունը տվել էր, որպեսզի տարբերվեին հեթանոս ժողովուրդներից։ Ուրեմն սա ոչ թե հрьяաներն իրենք լավն էին դրա համար են այդպեսին, այլ Աստված էլ ընտրել այս ժողովրդին, որոնց միջոցով պահեց ու պահպանվեց բոլոր օրենքները։ Եվ տարբերությունները հрьяայում հեթանոսների միջև սա էլ ցույց է տալիս, որ երկու կողմներ միայն հավատքով գործով պիտի կարողանան կարդան։ Այսինքն կապ չունի դու հрья ես, դու արդեն փրկված ես, դու հեթանոս ես, փրկված չես։ Թե հрьяաների համար հեթանոսները մինչև այսօր շուն են եւ դժողքի վառելափայտ են համարվում, հեթանոսների համար էլ անհավատները հрьяաները ատելի են, ոչ մեկ չի սիրում հрьяաներին, ինչու է իրենց ամբարտավանության պատճառով, որ մենք, բայց մոռանալով որ այդ ամենի տվողը, պարգևողը Աստված է։ Նույն մեղքի մեջ մենք ենք այսօր անդադար, մենք քրիստոնյա ենք, մեր քրիստոնյա պետություն ենք, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց մեր երկրում քրիստոնեություն չկա։ Չկա քրիստոն, մենք քրիստոնեության արտաքին կողմ են, մշակույթային կողմն ենք պահել, ինչը մշակույթով մեզ հաճելի է, նոր տարուն սեղանը գցենք, Սուրբ Ծննդյան, այսինչ ուտելիքներ ուտենք, բայց առանց Քրիստոսի, զատիկը նշենք առանց հարությանը հավատալու, խաղողորթնեքին գնանք չհավատալու, որ վերափոխում կա մեր կյանքի մեջ, պայծառակերպության ժամանակ իրա ջուր ցանենք, բայց մոռանանք, որ պետք է Քրիստոսի պես մենք էլ լուսավոր ու մաքուր լինենք մեր կյանքի մեջ։ Սուրբերի կյանքը կարդանք, ուրախանանք, բայց մենք չուզենք այդ սուրբերի պես ապրել։ Ինչ որ մենք քարոզում ենք, մեր քարոզածի կեսի կեսն էլ չապրենք մենք։ Սա է մեր այսօրվա իրականությունը քրիստոնեություն։ Դրա համար շատ կարևոր է, որ հասկանաս քո առավելությունը որն է, մեր իբրև քրիստոնյա առավելությունը որն է, որ Աստված մեզ ինչ է տվել։ Ասեք, փրկություն, ձրիաբար։ Սա է մեր առավելությունը, Քրիստոս իր կյանքը խաչի վրա զոհել է մեզ փրկելու համար։ Հիմա արդեն թվարկում է Պողոս Արաքյալը։ Երկրորդ համարը շատ բան ամեն տեսակետներով նախ այն որ Աստծո պատվիրանը նրանց վստահվեցին։ Տեսեք, ասում եմ շատ բանով են առավել եւ օգտակար, հատկապես երբ որ Աստծո պատվիրանները վստահվեցին հрья ժողովրդին։ Ուրեմն ոմանք այս խոսքերում վերաբերում են թլպատությանը, որ թլպատության միջոցով, այսինքն Աստված իրենց առանձնացրեց, սա առավելություններ նրա համար։ Բայց կարևոր ասում եմ պատվիրանները ինչու, որովհետեւ հрья ժողովուրդը Աստծո պատվիրանների պահապանն ու փոխանցողը դարձան, այսինքն Աստծո խոսքը ապրեց այդ ժողովրդի մեջ, չէ՞։ Հիմա տեսեք, որպեսզի հասկանանք ինչու միայն դրանք մնացին, Աբրահամը ազգություն ուներ, չուներ։ Երբ այդ ժողովուրդը կոչվեց Իսրայել, ումով սկսվեց։ Հակոբով։ Հակոբը Աբրահամի թոռն էր, չէ՞։ Երբ որ ինքը ամբողջ գիշեր հրեշտակի հետ կռվեց, հետո ասեց այսօրից քո անունը կլինի Իսրայել, չէ՞։ Եվ Հակոբի ոտքին խփեց, որ կաղա, որպեսզի ինքը երբեք չհպարտանա, որ հաղթել է։ Եվ Իսրայել ինչ է նաև նշանակում, բառացի Աստծո դեմ մենամարտող, Աստծո դեմ կռվող։ Ուրեմն այստեղից այս Հակոբից սկսվեց իր 12 որդիներով այդ սերունդով մնաց։ Մեր Հայկ Նահապետը ով էր։ Հայ ժողովուրդը Հայաստանը սուր գրքի մեջ նաև պատմության մեջ ինչպես է կոչվում, Թորգոմի տուն, ապրեք։ Թորգոմն ով էր, Հայկ Նահապետի թոռն էր։ Այսինքն նշանակում է, որ մեր ժողովուրդը նույնպես պաշտել է ճշմարիտ Աստծուն։ Հետո է որ Հայկի սերունդները թողել են ճշմարիտ աստվածպաշտությունը, հեթանոսություն են ընդունել, հեթանոսական սովորություններ։ Երբ որ արդեն առաքյանները եկան Հայաստան, պատահական չէ, որ մենք շատ հեշտությամբ ընդունեցինք քրիստոնեությունը, քրիստոնեական հավատք, որտեղ մեզ համար ծանոթ եղել այդ։ Մենք վերականգնեցինք մեր նախկին պաշտամունքը, ճշմարիտ աստվածպաշտությունը։ Ուրեմն այս ժողովրդին ընտրեց եւ սրանց մեջ մնաց
օրենքները, պատվիրանները, մարգարեությունները, նահապետների կյանքը, գործը պահպանվեց այս ամբողջի մեջ, սիրելիներ։ Դրա համար իրենք այս առավելություն ունեն մնացած ժողովուրդների համեմատ։ Ուրեմն, բայց երբ որ կարդում ենք այս նույն նամակը Պողոս Արաքել 9-րդ գլխի մեջ, Արաքելը թվարկում է, թե ինչով էին առավել, ասում է, տեսեք, ասում է ամեն ինչով։ Հիմա տեսնենք, ասում է որդեգրությամբ, այսինքն որ Աստծո ժողովուրդ են, փառքով, ուխտերով, օրենսդրությամբ, պաշտամունքներով եւ խոստումով, այսինքն այս բոլորով առավել են հрьяաները մնացած։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, որդեգրություն, փառք, խոստումներ, ուխտեր, օրենսդրություն եւ խոստում։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, Աստված այսքան բան տվել էր այս ժողովրդին, բայց այս ժողովուրդը չէր պահել։ Նախ, ասում են նախ այն թվարկում է։ Հիմա ինչ է սա նշանակում։ Նրանք ընտրվեցին ավանդապահներ եւ օրենքները պահողներ լինել, Աստծո տնտեսներ լինել, իրենց եւ մյուս ազգերի։ Մենք երբ որ քրիստոնեություն ենք ընդունել, դա մենք չենք ընդունել ուղղակի, որ մենք լավն ենք դրա համար։ Սա Աստծո ողորմություն էր մեզ, մենք ընդունել ենք քրիստոնեություն մեր փրկության համար եւ ուրիշներին փրկության առաջնորդել համար։ Սա էր պայմանը առաջին հերթին։ Աստված այնչափ մեծարեց հрьяաներին, սա Հովան Ոսկեբերանի խոսքն է, մինչև անգամ երկնային падգամները նրանց վստահեց, թեպետ եւ սա Աստծո բարերարության շնորհն էր։ Այսինքն այնքան վստահեց Աստված մարդուն, նաեւ մեզ, որ երկնքի պատվիրաններ օրենքները վստահեց մարդուն։ Դրա համար մենք հայրերի մեջ ինչ ենք ասում, թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Այսինքն մենք երկնքինն ենք ձգտում եւ ուզում ենք երկրի վրա երկնքի օրենքներով ու երկնքի պահանջներով ապրել։ Ուրեմն Պողոս Արաքելը այստեղ ուզում է ասել, որ հрьяաների գլխավոր առավելությունը թլպատություն օգուտը այն էր, այս երկուսը, որ նրանցով հավատարմության կամ ճշմարտության падգամները փոխանցվեց Աստծուց, նրանցով երևաց, որ Աստված հավատարիմ էր խոստումներին։ Այսինքն, ինչ որ Աստված խոստացել էր մարդկությանը, երբ խոստացավ վերջին խոստումը, երբ էր։ Երբ որ Նոյը Արարատի վրա ուխտ իջավ, տապանը բացեց, զոհ մատուցեց, ինչ ասեց Աստված։ Այլևս մարդկության մեղքերի պատճառով չեմ կործանելու։ Եվ ասեց, ինչ նշան թող լինի, ծիածանը սա թող լինի իմ հաշտության նշանը մարդկության հետ։ Երկրորդը Սոդոմ Գոմորի պարագայում, չէ՞ որ Տերը պիտի գնար կործանելու, Աբրահամը աղոթեց, խնդրեց եւ 50-ից իջեցրեց 10 հոգու, այսինքն Աստված խոստացավ մեզ, որ եթե աշխարհում այսօր էլ, երբ որ մենք դեռ կանգուն ենք, աշխարհը չի կործանում, այդ 10 հոգու շնորհիվ է։ Սա այսօրվա լեզվով 100 հոգի կլինեն, 1000 կլինեն, 10 միլիոն կլինեն, թե 1 միլիարդ, աշխարհում դեռ այդքան մարդ ապրում է, որոնց շնորհիվ Աստված երկինքը չի կործանում։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ հрьяաների միջոցով Աստված իր խոստումների տերն է, այսինքն ինչ որ խոստացել է մարդկությանը, Աստված պահում է եւ փոխանցում է մեզ։ Եվ падգամ բառը, այստեղ նորից կարդամ, որ հասնեմ, նախ այն որ Աստծո падգամները նրանց վստահեցին։ Падգամ ասելով ինչ ենք հասկանում։ Առհասարակ Աստծո խոսքը գրավոր ու բանավոր, որ փոխանցվեց այդ ժողովրդի միջոցով ամբողջ մարդկությանը, որի մեջ մտնում են հայտնությունները, որ հայտնություններ կան, չէ՞ որ Աստված ինչ պիտի լինի, մտնում են պատմական դեպքերը, իրադարձությունները, օրենքները եւ մարգարեությունները։ Այսինքն այս ժողովրդի միջոցով պահպանվեց։ Երբ որ այսօր շատ հաճախ մեզ մեղադրում են, հատկապես անհավատ հայեր կան, ասում են հերիքը հрьяայի հավատքը ընդունեք, մինչև այսօր չեն որ Հիսուսը ոչ թե հрья էր, ինքը հрья միջավայրում ծնվեց, որտեղ Հիսուս ազգություն չունի, որտեղ Աստվածը մայրն էր ամենամաքուր աղջնակ այս աշխարհի մեջ, եւ նրանց մեջ էր պահպանվել այս ամեն այս ճշմարտությունները, դրա համար Հիսուս այնտեղ ծնվեց, բայց դա չի որ մենք հрьяայի հավատն ենք ընդունում, հрьяաները մինչև այսօր էլ Հիսուս Քրիստոսին չեն հավատում եւ չեն ընդունում։ Ուրեմն թող ոչ մեկ ձեզ չէ որ կասեն դուք հрьяայի հավատն եք հավատում, մենք հрьяայի հավատքով չենք ապրում, մենք ընդունում ենք նոր ուխտը Քրիստոսով բերված փրկության ավետարանը։ Այն օրենքներ, ինչ որ գրած այսօր շատ քրիստոնյաներ կան, սա էլ ասեն, որ ամեն տեսակ բան փորձում են 5 կտակարանից օրենքներ բերեն, 5 կտակարանի օրենքները բացառապես հрьяաների համար են։ Էս չուտեք, այն չուտեք։ Հիշում եք տարին որ կոկորդիլոսի միս եկավ, Հայաստան մի ամիս sense թոհու բոհեր, թե կոկորդիլոսի միս կարելի է ուտել, թե չուտել։ Սա մեզ չէր վերաբերում այդ օրենքները։ Դա հрьяաների համար էր։
Քրիստոսով ամեն բան սրբած է։ Հիշում եք Տեսիլ քառակը, ասում է տեսա երրորդ սեղան, ասի ես ոնց ուտեմ, հենց Տերն ասեց, ինչ որ ես մաքուր եմ համարվել, դու երբեք պիղծ չհամարես։ Քո ուտելիքն է։ Կանցնենք Հռոմեացի նամակի մեջ, ասում է ուտողը թող չուտողին չդատի, չուտողներ թող ուտողին չդատի, քա գործը չէ։ Եվ Հիսուս էլ կարևոր գործ է, ինչ որ ուտում եք, դա չի պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է գալիս ձեր բերանից, դա է պղծում, որտեղ ձեր սրտի ավելցուկից է այդ ամենը։ Երրորդ համարը իսկ արդ եթե ոմանք հավատարիմ չգտնվեցին, միթե նրանց անհավատությունը Աստծո հավատարմությունը խափանեց։ Հետարքիր հարց է, չէ՞, եթե ոմանք անհավատարիմ են, խափեբայ են, չհավատացին, արդյոք Աստված իր խոստումները չի կատարելու։ Իսկ եթե հիմա մեր ազգի մեջ ոմանք քրիստոնյա վայել չեն ապրում, Աստված զրկելու է օրհնությունից մեզ։ Ոչ, ապրեք։ Ուրեմն Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ թեև հրեաներից ոմանք շեղվեցին ճշմարտությունից, հավատարմությունը չպահեցին, անհավատարիմ եղան, բայց Աստված մնաց հավատարիմ իր խոսքին։ Ասել էր պիտի Քրիստոս գա աշխարհ, եկավ բոլորիս փրկության համար։ Խոստացավ որ Հուդայի ցեղից պիտի հանի մեկին, ում պատկանում են հանդերձյալները, իր խոստումը կատարեց։ Խոստացավ որ դուք փրկության պիտի ունենաք, մեզ չզրկեց այդ փրկությունից եւ մենք չենք էլ զրկվելու այդ ամենից։ Նա տակավին սիրով է վերաբերվում հրեաներին, մեղավոր մարդկանց, մեղքի մեջ թաղված մարդկանց եւ անհավատ մարդկանց, որտեղ Աստծո այսօրվա կեցվածքը աշխարհի հանդեպ համբերատարություն է։ Աստված համբերատար սպասում է յուրաքանչյուր մարդու փրկության։ Դրա համար Հիսուս ասում է, երբ պիտի լինի աշխարհի վախճանը, որ այս ավետարանը աշխարհի բոլոր անկյուններում քարոզվի, այսինքն նույնիսկ արգելված տեղերում պիտի մտնի Աստծո խոսքը քարոզվի, նոր այդ ժամանակ Տիրոջ գալուստը մոտ պիտի լինի։ Ուրեմն Աստված իր բարերարությունից ընտրեց Իսրայելին։ Ուրեմն այստեղ հիմա նորից այդ հատվածին վերադառնամ, ոչ թե որ հրեաները շատ լավն էին, ավելի մաքուր էին, քան մյուս ազգերը, այլ Աստված իր բարերարությունից դրդված ընտրեց։ Լինում են, չէ, որ մարդիկ աշխատատեն, որ ղեկավարը որով մեկին ընտրում է, բոլորը հարցնում են, բայց սրա արժանիքը ո՞րն էր։ Սա արժանիքի հարցը չէ, բայց թե վստահ որ այս մարդը կարող է այս գործը անել, պահել, ճիշտ անել, իրան է վստահ, սա արժանիքի հարց չի։ Հասկացաք, երբ որ երբեմն մեզ ինչ որ բան մերժում են, մտածի որ մենք վատն ենք դրա համար են մերժել։ Ուզողակ ուզել եմ որ գիտեն որ օրինակ Խոսրովը չէր կարա խափելով աներ, այս մեկը կարա, դրա համար իրան ընտրել են, որ այդ խափեությամբ այդ գործը առաջ տանի։ Սա Խոսրովի արժանիքը չէ։ Հրեաներին ընտրեց Աստված է ժողովուրդը, որտեվ գիտեր որ սրանք կպահպանեն, ինչ էլ որ լինի, ինչքան էլ անհավատարմություն ունենան մեջները, մեծ մասը պիտի այդ սովորությունները պահեն, այդ падգամները պահպանեն։ Ոչ թե արժանիքների համար, այլ Աստծո սերն էր սա, այդ պատճառով էլ նրանց անհավատարմության պատճառով իր խոստումների կատարումը հայրերից մեկը ասում է չկասեցրեց, այսինքն չդադարեցրեց։ Ամեն դեպքում ինչ էլ որ եղավ, ոչ մի բան չխանգարեց։ Հիշում եք անապատի մեջ ինչ արեցին հրեաները, որ գերությունից հանեց։ Ինչ ասացին հրեաները Աստծուն։ Մենք այնտեղ լավ էլ ապրում էինք, տուն ունեինք, ուշտ էինք, բերեցիր մեզ այս անապատում որ սպանես, բայց Աստված նրանց հետ չուղարկեց, ոչ էլ լքեց։ Հակառակը երկնքից մանանան թափեց, ամեն օր թռչունները եկան եւ իրենք կուշտ էին եւ ապրում էին։ Ուրեմն Աստված իր ազատ կամքով է կատարում իր խոստումները, թեև նրանցից շատերը թերացան իրենց խոստումների մեջ։ Աստված նրանց պարտական չմնաց եւ Աստված որևէ մեկին պարտ չի մնում եւ ինչ խոստում երբ որ կա, այդպես էլ պիտի կատարի։ Ոստի ոչ թե Աստծո հավատարմությունը պակասեց այստեղ, այլ հрьяաների, այսինքն հիմա այստեղ էլ մեզ համար ոչ թե Աստված մեզ մոռացել է, այլ մենք ենք հեռացել Աստծուն, մենք ենք անտեսել Աստծո օրենքները։ Տեսեք ինչ է ասում. Եթե հрьяաները օրենքներով ու թլպատությամբ արժանապատվությամբ չվարվեցին, միթե նրանց ապերախտությունը կարող էր մոռացվել կամ աղավաղել Աստծո բարերարությունը։ Ոչ երբեք, նա իր կողմից պատրաստեց նրանց, բայց նրանք չհասկացան այդ պատիվը։ Սա Հովան ոսկեբերն, այսինքն ինչ էլ որ մարդը արեց, ինչքան էլ մարդը մեղոչեց, բայց Աստծո խոստումը չփչացավ։ Իսկ եթե ինչ էին արել ոմանք, շարունակում, այսինքն ինչ էին արել այդ ոմանքը մի հատվածը, հիմա թվարկում է առաքյալը։ Եվ ասում է եկեք չփորնկանանք, ինչպես նրանցից շատերը փորնակացան, եւ մի օրում ընկան 24000, այսինքն երբ որ ռեալ ազգը փորնակացավ ֆիզիկական շնության մասին, այսինքն Աստծուն դավաճանեցին, մեկ օրում 24000 մարդ Աստված ոչնչացրեց։
Չփորձենք Տիրոջը, ինչպես փորձեցին նրանցից ոմանք եւ կոտորվեցին օձերից։ Հիշում եք, իրենց անհավատության պատճառով Աստված օձերին ուղարկեց հրեական բանակի մեջ եւ ում որ օձերը խայթում էին, մահանում էին։ Եվ չտրտնջանք, ինչպես տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստյան մատնվեցին մահվան հրեշտակից։ Եվ այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրվեց մեզ համար։ Տեսեք ինչ ասում եմ, որպես օրինակ, բայց որպես խրատ գրվեց մեզ համար, որոնց համար հասել է հավիտյանների վախճանը։ Սա Կորինթացին ուղղված նամակի մեջ է։ Տեսեք ինչեր էր, այսինքն չփոռնկանանք, չտրտնջանք, չդավաճանենք Աստծուն, որպեսզի այս ինչ որ գրված էր, մեզ հետ էլ չպատահի։ Ուրեմն այս մարդկանց թեև այս մարդիկ այսքան մեղքեր գործեցին, հետո էլ հիշում եք ուրիշ մեկ բան արեցին, գնացին ասացին, որ Աստծուն չենք ուզում այլևս մեր թագավորը լինես, ուզում ենք ուրիշ ազգերի պես տեսանելի թագավոր ունենալ։ Հետո հեռացան Աստծո օրենքներից, հետո գերության մատնվեցին Բաբելոնի Ասորստանի մեջ բաժանվեցին, ինչե որ նորից դարձ ունեցան, վերադարձան, բայց այսքանով հանդերձ Աստված ազգից չզրկեց փրկությունը եւ Քրիստոսին ուղարկեց այդ մարդկանց փրկության համար։ 4-րդ համարը քավ լիցի արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ, ինչպես որ գրվածել է, թե արդար լինես քո խոսքերում եւ հաղթես, երբ դատում են քեզ։ Ուրեմն քավ լիցի, ասում այդպիսի բան չկա, որ Աստված կզրկի մեզ, այլ հակառակ Աստծո խոսքը պիտի ճշմարտությամբ լինի։ Մարդ ինչպիսին էր բնավորությամբ, սիրելիներ։ Մենք մարդիկս մեր բնավորությամբ ինչպիսին ենք, փոփոխական, այ վտանգավոր շատ հաճախ։ Ուրեմն պակասող ենք, չէ՞, այսինքն կամած մեր մեջ նվազում է, չէ՞։ Դրա համար առաքյալն ասում է միշտ քննեք ձեզ, տեսեք նույն հավատքի մեջ եք, թե չէ։ Մենք ոգևորված սկսում ենք, հետո կամած մեր ոգևորությունը նվազում է, հետո կամած ականջի հետև ենք գցում, մեկ այլ տեսնում ենք, որ չենք կատարում։ Հիշում եք Սողոմոն իմաստուն իր կյանքի վերջում Աստծուց հեռացավ։ Ամբողջ կյանքը խնդրեց իմաստություն Աստծուց, ասեց ինձ ոսկի պետք չի, հարստություն պետք չի, ինձ մեն իմաստություն, բայց վերջում հեռացավ ճշմարիտ Աստծոց պաշտություն։ Երկիր լցրեց կռապաշտությամբ։ Ուրեմն մարդը իր տեսակով պակասող է, մարդը սուտ է, չէ՞, կեղծ է իր էության մեջ այդպիսին է, անհաստատ է իր խոսքերում եւ խոստումներում, փոփոխական է, տեսեք ինչեր են թվարկում սուրբերը, սուտ է, կեղծ է, փոփոխական է, պակասող է, բայց այսքանով հանդերձ ամեն պատճառ չի կարող դառնալ, այս ամենը պատճառ չի կարող դառնալ, Աստված խափանի իր խոստումներն, իր ծրագրերը մարդու համար։ Ինչպիսին էր որ մենք լինենք, եթե ամեն մարդ այս բոլոր թվարկած իր մեջ ունի, մեկ է Աստված շարունակում իրեն սիրել։ Եվ այդ մեկի համար պատրաստ է նորից զոհաբերել այդ մարդուն փրկելու համար։ Դրա համար երբեմն որ ասում եմ հիվանդություն, օրհնությունը շատեր այսպես տարօրինակ ինձ վրա նայում են, այդ հիվանդությունն էլ օրհնությունը մարդուն փրկվելու համար, որ մարդը դարձ ունենա, պատրաստվի, Տիրոջ հետ հաշտություն կնքի։ Ես տեսել եմ մարդկանց, ասում են թույլ չեն տալիս, որ գնամ, փակը մուտքս, որտեղ չի զղջացել, վերջին մեղան չի ասել, Տիրոջ հետ հաշտություն չի կնքել։ Ուրեմն այս բոլորով հանդերձ նաև Աստված չի կարող պարտվել մարդկանց ստությանը։ Չի պարտվում Աստված։ Ինչպես որ ծնողը մինչև իր կյանքին վերջին վայրկյանը պայքարում էր երեխայի երջանկության համար, խաղաղության համար, այնպես էլ Աստված մինչև վերջին վայրկյանը պայքարում է մեր փրկության համար։ Ուրեմն այս հատվածը, որտեղ կարդված արդար լինես քո խոսքերում եւ հաղթես, երբ դատում են քեզ, սա ամեն անգամ լսում եք Դավիթ մարգարեի 50-րդ Սաղմոսն է, 5-րդ համարն է, այնտեղից է վերցված։ Այն միտքն է այստեղ, որ միշտ հաղթող գտնվես, երբ ասում են մարդիկ դատեն կամ քո դեմ դատ բացեն։ Այսինքն ինչքան էլ մարդիկ փորձեն այսօր էլ, չէ, փնտրում են ապացույց, որ Աստված չկա, գոյություն Աստծո սուտ է, հորինված է, դու միշտ հաղթող լինես այդ պայքարի մեջ։ Այսինքն քո լույսը ինչ էլ որ լինի, մարդիկ չեն կարող խավարի վերածել։ Ինչ էլ որ լինի, մարդիկ չեն կարող քեզ ոչնչացնել։ Եթե Աստված չկա, ինչպես պիտի անենք։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ ձեզ։ Մի օր դպրոցում ուսուցչուհին, որ անհավատ էր, ասում է, ո՞րն է աշխարհի ամենամեծ հրաշալիքը։ Մի երեխա ձեռք է բանում, ասում է, այն, երբ որ հրյա ժողովուրդը Կարմիր ծովի միջով անցավ։ Ասում է, տղա ջան, դու հիմար ես, գիտություն ապացուցել է, որ այդ ամենը շատ ցածր էր, ջուրը քիչ էր, հանգիստ անցել են։
Ասում է ո՞րն է մյուս ուրիշ ամենամեծ հրաշքը, նորից երեխան ձեռք, ասում է երբ որ ջուրը եկան փակվեցին, Եգիպտոսի զորքերը խորտակվեցին։ Եթե այդ քանը ապացուցված որ հեշտ էր, թող նրանք էլ անցնեին, ինչու նրանք անցան, հետո ջուրը եկավ փակեց։ Հասկանում երբ որ մարդը պայքարում է այսպես էլ Աստծոդեմ, մեկ է Աստված այդ մարդուն հնարավորություն է տալիս փրկվելու համար։ Երբ մարդու մեղքը հայտնվում է, Աստծո բարությունը ավելի պարզորոշ է դառնում, սիրելիներ։ Այսինքն, ինչքան մեղքը շատանում է, մենք այնքան ավելի շատ ենք Աստծո լույսը, Աստծո կարիքը տեսնում մեր կյանքի մեջ։ Ինչքան որ մեղքը շատանում է, սրբությունն էլ է զորանում։ Ինչքան որ հալածանք, օրինակ տեսեք, եկեղեցին քրիստոնեական երբ է հզոր եղել, երբ որ հալածվել է։ Երբ որ նահատակվել են, մարդիկ հանուն Քրիստոսի նահատակություն ընդունել, եկեղեցին օր-օրի հզորացել է։ Երբ որ հալածանքը վերջանում է, թողում ես ամեն բան, լճանում են քրիստոնյաները։ Նույնն էլ պատերազմի դաշտում, երբ որ պատերազմ կա, զինվոր անդադար կոփված է, վարժված է, երբ որ խաղաղությունը անհոգության մեջ պարկում ես, մինչև թշնամին գալիս է։ Եվ դրա համար նաև շարունակության մեջ Դավիթ մարգարեն իր Սաղմոսած գրքի մեջ ասում է. իմ թշնամի միշտ ինձ հետ խաղաղությունից էր խոսում, բայց իմ թիկունքում դավեր էր նյութում։ Այսինքն մեղքը կարող է քեզ հետ խոսել հաշտության լեզվով, լավ, քեզ հանգիստ եմ թողնում, էլ չեմ գալու, հանգիստ ապրիր, բայց քո հետևում նյութերը դավում, թե ինչպես անի, որպեսզի քեզ ավելի մեծ ցավ պատճառի։ Ինչպես որ մոմի լույսը խավարի մեջ ավելի պայծառ է, չէ՞, այսինքն երբ որ մոմը լույսը վառում ես, խավարը ցրվում է, լույսը տեսանելի է դարձնում, այնպես էլ ցերեկվա լույսի մեջ Աստծո արդարություն ավելի պայծառ է լինում մարդկանց համար։ Այսինքն երբ որ մեղքը կա, Աստծո արդարություն ավելի կարևոր է եւ Աստված հիմա հաջորդ համարի մեջ կտեսնենք թե ինչու են մարդիկ ինչ որ սկզբում ասաց որ եկեք ավելի շատ մեղք գործենք, որ Աստծո ողորմություն ավելի շատ լինի։ 5-րդ համարը, բայց եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծո արդարությունը, ինչ ասենք, անիրավ է Աստված, որ բակություն է թափում։ Հիմա ասում եմ մեր մեղքերի պատճառով Աստծո արդարությունը ավելի տեսանելի է, այսինքն Աստված պատժում է նաև մարդկանց։ Հիմա Աստված անիրավ է, այսինքն երբ որ մենք մեղք ենք գործում, Աստված էլ մեղքի համար պատժում է, այդ դեպքում ո՞րն է Աստծո առավելությունը մեր կյանքի մեջ։ Քանի որ մարդու մեղքը ավելի ցայտուն է դարձնում Աստծո արդարությունը, երբ որ դու մեղք ես գործում, առաջի բանը քո մեջ ինչ է գալիս, վախը, չէ, պատժից, այսինքն Աստծո արդարություն։ Երբ որ ոչ մի բան չունենք, ասում ենք Աստծո դատաստանից վախեցիր։ Այսինքն մարդուն հուշում ես, որ Աստված քեզ դատաստան պիտի անի, արդարություն պիտի անի, հիմա դու ինչ պիտի անես։ Հիմա մենք ասում ենք Աստված սիրում է մարդուն, հիմա ասում է Աստված անիրավ է, որ պատժում է մեզ։ Հիմա Աստված մարդուն պատժում է։ Չէ, բա ինչ է անում այդ դեպքում։ Հիմա երեք մի մարդ ինձ ասում է Աստծուն այդքան խնդրեցի, բայց չի լսում ինձ։ Հիմա Աստված փակել է իր ականջները։ Ես էլ պատասխանում որ Աստված քեզ համբերություն է սովորեցնում, իրեն վստահել է սովորեցնում։ Ինչ ասում Հակոբոս առաքյալը, թող որևէ մեկը չասի, որ Աստված փորձում է, որովհետև մարդը փորձում է ինչից, խաբվելով ու տարվելով իր ցանկություններից, այսինքն մեր ցանկություններն են մեզ խաբում, բերում փորձության, հետո վտանգի մեջ գցում։ Պարզապես Աստծո արդարությունը այնպիսին է, որ ինքը չի կարող չգործել։ Երբ որ դու մեղքը գործում ես, դու Աստծո արդարությունը բաց ես, այսինքն Աստված չի ասում, դե լավ, էսի մեր էս ինչի երեխեն է, թող անցնի գնա։ Այդպես չի լինում։ Լավ, քո papan ասես լավ բան արե, papa այդ խաթր քեզ ներում եմ։ Այդպես չի։ Այսինքն այստեղ Աստծո արդարությունը սա է։ Դրա համար ասում եմ հիմա Աստված անիրավ է, որ մենք մեղքեր են գործում, հետո էլ ասենք, որ Աստված է մեղավոր։ Ոմանք կարող են ասել, եթե Աստված փառավորվում է մարդու անարդարությամբ, այսինքն Աստված փառավորվում է, երբ որ մարդը մեղք է գործում, ուրեմն Աստված անարդար ու անիրավ է, որ մարդուն պատժում է։ Ուրեմն ինչ է ասում այստեղ Հովան Ոսկեբերյանը, անտեղյակությունից կարող են մարդիկ այդպես խորհել, իսկ եթե անիրավ չէ, սակայն պատժում է, ուրեմն մարդիկ չեն պատճառը նրա արդար ու հաղթող լինելու։ Իհարկե ոչ։ Այսինքն մարդիկ պատճառ չեն դառնում, Աստծո բնույթը սա է, դրա համար մենք էլ միշտ աղոթում ենք, որ Աստված ինչ անի, ինչպես դատի իր ողորմությամբ, այսինքն արդարությամբ չդատի, ողորմությամբ դատի, այսինքն Աստված անաչառ Աստված է, տարբերություն չի դնում մարդկանց մեջ, բայց մարդկանց էլ սառի չի տալիս, որպեսզի մեղքեր գործեն, 6-րդ համարի մեջ շարունակում ասելով, որպես մարդ եմ խոսում, քավ լիցի, ապա թե ոչ, Աստված ինչպես կդատի աշխարհը։ Ասում ես որպես մարդ եմ խոսում, Աստված չանի, Աստված ո՞նց պիտի դատի։
Աստված դինելով հասարակած եւ գերագույն դատավոր տեսուչ իրավունքների եւ պատվիների պահպանության, սա է Աստծո հնարանը, անհնար է նրան անիրավել, քանի որ ոչ ոք չի կարող նրան դատել կամ ուղղություն տալ։ Ոչ ոք չի կարող, չի ասման ուղղություն տալի։ Մեզ չեմ կարող ասել, Տեր Աստված, գիտես Գագո պապին այսքան լավ բաներ արել, դու հանկարծ իրան չպատժես։ Աստված Գագո պապին ինձանից լավ է ճանաչում, այսինքն իրան ուղղություն տալու կարիք չկա, որտեղ ինքը արդար դատավոր է։ Ինքն է օրենքները դրել, ինքն է օրենքները պահպանում մարդկանց համար եւ հսկում է, որ այդ օրենքները կատարվեն։ Որևէ մեկը որ ասում է, որ Տեր Շավարշ է, այսպես Տեր Շավարշին Աստված ավելի լավ է ճանաչում, քան բոլոր մարդիկ։ Իմ տան անդամներն ինձ այդպես չեն ճանաչում, որ Աստված է ինձ ճանաչում, որովհետև Աստված գիտի իմ ինչը սիրտը եւ իմ երիկամներն է ստուգում, քննում, գիտի ես այնտեղով ինչ եմ շնչում, ինչ եմ ապրում, գիտի։ Դրա համար իրեն ուղղություն չեն կարող տալ, այլ հակառակ ասում մարդկանց, ասում ես մարդ եմ, քաբլից, այդպես եմ ասում, որ Աստված այդ արդարությամբ պիտի դատի։ Նա է դատավորը ողջ աշխարհի, ուրեմն ամբողջ աշխարհի դատավորը, նրանից են գալիս մարդկային բոլոր օրենքները, որ գրվում են, օրենքները, որ գրվում են մարդկանց համար, դատական, իրավական, բարոյական, գրվում են, որ այսինքն նաև այդ օրենքները երկնքից են գալիս եւ Աստված նաև դրատերն եւ պահանջում է, թե զստավ հլեմ, պիտի պահեք։ Եվ քաբլիցի, այսինքն չանես այդ բանը, արդարին, ինչ է ասում այստեղ Աբրահամի խոսքն է սա, քաբլիցի ասում է, չանես այդ բանը, արդարին սպանես ամբարիշտի հետ եւ արդարը ենթարկվի նույն բանին, ինչ որ ամբարիշտը։ Ոչ դու որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես տեսնի արդարի հետ։ Տեսեք, ասում է, արդարին ամբարիշտի չդատես։ Դու գիտեմ, ասում է, արդար դատավոր ես, այսինքն որ մենք ասում ենք թացը չորի հետ, որ մենք անում ենք, թացն ու չորը միասին վառում ենք, Աստված չի վառում, ինքը միշտ արդարին պահում է, ամբարիշտին է թողնում։ Եվ մարդկանց չարությունից է հայտնում ոչ թե Աստծո փառքն ու արդարությունը սիրել, այլ նրա բարությունից, քանի որ Աստված պատճառներ է փնտրում, այսա Հովան Ոսկեբերին խոսում, պատճառներ է փնտրում, ոչ թե մարդկանց պատժել, այլ այդ ամբողջ մեղքերի մեջ արդարացնելու, փրկելու համար պատճառ է փնտրում։ Ոնց որ դատավորը սպասում է, թե փաստաբանը երբ պիտի մի հատ այսպես հստակ եւ վստահելի ապացույց բերի, որ այս մեղավորին արդարացնի, այնպես էլ Աստված միշտ պատճառներ ու հնարներ է փնտրում, որպեսզի մարդուն ոչ թե դատի, այլ փրկի, նույնիսկ անհնարին վիճակի մեջ։ Եվ Տիրոջով նրան ներելու համար, պահելու համար իր խոսքը, իր գործը, որպեսզի Աստված փառվի երկնքի մեջ։ Եվ 7-րդ համարը արդարև, եթե իմ ստով Աստծո ճշմարտությունը ավելանում է իբարս նրա, էլ ինչի համար եմ ես դատում իբրև մեղավոր։ Սա 5-րդ համարի շարունակությունն է, այսինքն որ անիրավ է Աստված, ասում է, եթե իմ ստով Աստծո ճշմարտությունը բացահայտում, էլ որպես մեղավոր, ինչի եմ դատվում։ Եվ 8-րդ համարի մեջ շարունակում է ասելով. Ուրեմն ահա թե ինչպես են նախատում մեզ եւ ինչպես ոմանք մեր մասին ասում են իբր թե Աստված ասած լինենք, չարիք գործենք, որպեսզի բարին գա, նրանք արժանի են իրենց դատապարտության։ Ուրեմն հասկացաք, այսինքն դեպ որ այդպես, այսինքն իմ ստով Աստծո ճշմարտությունը հայտնվում է, եկեք ավելի շատ մեղքեր գործենք, թող Աստծո ողորմություն ավելի շատ հայտնվի երկրի վրա։ Ուրեմն եթե Աստված ճշմարտություն, այսինքն այստեղ լույսը հասկացեք, ավելին է, ուրեմն մարդու սուտ, այսինքն խավարը պիտի անհետանա։ Դրա համար այս ժամանակ Պողոս առաքյալի ժամանակ ոմանք հելան ասել որ եկեք ավելի շատ մեղքեր գործենք, Աստծո ողորմությունը ավելի շատ կհայտնվի մեր մեջ։ Այսօր բողոքական աշխարհի մեջ, հատկապես Եվրոպայում, այսպիսի ուղղություն է առաջ տարվում քարոզչության մեջ, որ ինչպիսին էլ դու լինես, մեկ Աստված քեզ փրկելու է։ Այսինքն եթե դու միասեռական լինես ու միայն հավատա Քրիստոսին, կփրկվես։ Բայց մենք առաջին գլխի մեջ տեսանք, որ փրկություն չունեն այս մարդիկ, ովքեր գիտակցաբար մնում են մեղքի մեջ։ Ուրեմն մեղք գործելուց, եթե Աստծո դատաստանը պիտի հայտնվի, սա չի նշանակում մենք եկեք մեղքի կյանքով ապրենք, որ Աստված շուտ գա։ Հակառակը, ինչքան քիչ մեղք գործես, այնքան երկար կապրես այս աշխարհում, նաև գալուստը կհետաձգես։ Ուրեմն այդ արդարության միջոցով որ մենք Տիրոջ գալուստը դատաստանն նաև հետաձգում ենք, որպեսզի չկործանվենք։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է գիտակցել ու հասկանալ, որ Աստծո նպատակը ոչ թե մարդկանց կործաննելն, այլ Աստծո նպատակը մարդկանց փրկելն է։ Բայց ոչ թե որ մարդիկ ավելի շատ մեղքեր գործեն, նոր փրկվեն, այլ հնարավորին չափ այդ մեղքերը հանենք մեր կյանքից։ Սրանով է երևալու մեր արդարությունը։ Այդ դրա համար միշտ ասում են հայրերը մեզ, որ այսօր խոստովանեք ձեր մեղքերը, որպեսզի դատաստանի ժամանակ ամոթով չմնաք։ Դրա համար Հակոբոս առաքյալն ասում էր,
ամեն օր աղոթեցեք իրար համար, որովհետև արդարի աղոթքը շատ զորավոր է եւ փրկում է։ Ուրեմն այդ մեղքերի խոստովանությունը պիտի ունենաս քո կյանքի մեջ մաքրվես, որ դատաստանի ժամանակ ճշմարտությունը չի իմանաք։ Ես մի հետարքիր բան պատմեմ, ուրեմն կապ չունի մարդուն ինչպես են դատել, քանի տարի են դատել, դատարանը ճիշտ է դատել կամ սխալ է դատել։ Կան չէ մարդիկ, որ մեղք չեն գործել, բայց դատված են։ Կամ հակառակը, իրենք արել են, ուրիշն է դատված, երբ որ դու գնաս բանդ, դու չես կարող կներեք զոն նայողից թաքցնել ճշմարտությունը։ Դու իրեն պիտի ճշմարտությունն ասես։ Եվ մինչև դու դատանից հասնում ես բանդ, արդեն քո մասին ամբողջական ինֆորմացիան կալանավորները գիտեն, դու արել ես թե չես արել։ Հիմա մարդ կա, որը մեկին բռնաբարության համար դատեն։ Սա ամենաայլանդակ պատիժն, ընկարբատ քեզ կոչնչացնեն։ Բայց դու մինչև հասնում ես այնտեղ, այդ մարդիկ գիտեն, դու դա արել ես թե չես արել։ Կամ ինչքանով ես մասնակից եղել։ Այսինքն դու մինչև այստեղից մեկն ես երկինք, արդեն երկնքում գիտեն դու ինչպիսին ես եղել, ինչ ես արել, ոնց ես արել, ում հետ ես արել եւ ինչ նպատակով ես արել։ Այսինքն չես կարող այնտեղ թաքցնել։ Մենք կարող ենք դատավորին փաստերը կեղծել, խաբել, մենք կարող ենք կեղծ վկաներ բերել, կաշառել, սուտ վկաների միջոցով արդարացնել կամ մեղադրել որևէ մեկին, բայց հո դու ինքդ գիտես, որ դու քո առջև դու արդար չես եւ առավել եւս Աստծո առջև արդար չես։ Դրա համար մենք միշտ ասում ենք դատաստանի ժամանակ Տերը ցույց կտա, ով է եղել արդար, ով է եղել մեղավոր եւ ինչպիսին են եղել մենք։ Այսքան այսօր, սիրելիներ, ինչ սովորեցինք մենք այսօր, որ մեր մկրտված լինելը կամ չմկրտված լինելը չի փրկություն բերում մեզ, եթե մենք հավատարիմ չենք Քրիստոսին։ Երկրորդ, երբ որ մենք ունենք գրավոր խոսք Աստծո խոսքը, մենք պիտի պատասխան տանք, որ ինչու չենք կարդացել այս ամենը, չենք սերտել։ Երբ որ Եբրայեցի նամակը կարդաք, հատկապես 11-րդ գլուխը կարդացեք, այնտեղ որ թվարկում է ինչ է հավատքը, ասում է, այս ինչը այսա երազեց, բայց սրանք այս բոլոր սուրբերը ասում է երազեցին գետ մեկ անգամ տեսնել Քրիստոսի հարությունը, այդ երազանքով են իրենք ապրել։ Բայց մենք տեսել ենք ու շարունակում ենք անտարբերության ապրել։ Խաչված ավազակը ասում է գեղարվեստական գործի մեջ է, գրքի մեջ ասում է ես զարմանում եմ դուք Քրիստոսին ունենալով մինչև այսօր ինչու եք այսքան անտարբեր ապրում ձեր կյանքի մեջ։ Ես այդ օրը հավատացի Քրիստոսին, մեկ անգամ տեսնելով։ Դուք որ ամեն օր լսում եք, տեսնում եք, զատիկ եք նշում, ինչու մինչև այսօր չեք հավատում Քրիստոսին։ Դուք որ քրիստոնյա եք ուզում դառնալ, ինչու եք նաև մեղքը ցանկանում ձեր կյանքի մեջ։ Դուք որ Քրիստոսով փրկված եք, ինչու եք ձեր փրկությունը զիջում մեղքին եւ մահվան արժանանում։ Եվ վերջապես Հուդայի պես մենք երկնքին շատ մոտ ապրելով ինչու ենք դժոխքի բաժին դառնում։ Միթե մեր սերը այդքան քիչ, այդքան պակասավոր է, որ մենք հրաժարվում ենք կամ չենք ուզում Քրիստոսին վայել կյանքով ապրել մեր աշխարհի մեջ։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ բայ սիրելիներս, շնորհակալություն եւ Աստված պահապան։